Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 1։ Այսուհետև, եղբայրներս, զորացեք Տերով և նրա զորության կարողությունովը, Եփեսացիս 6-րդ գլուխ 10-րդ խոսք։ Քրիստոնյան կոչված է անզիջում և անհաշտ պատերազմ մղելու իր ամենասիրելի մեղքերի դեմ։ Այն մեղքերը, որոնք ամենամոտն են եղել նրա սրտին, այժմ պետք է կողկրտվեն նրա ոտքերի տակ։ Այսպես է ասում Դավիթը. «Ես զգուշացա իմ անօրենությունից» Սաղմոս 18-րդ գլուխ 23-րդ խոսք։ Ապա մտորեք, թե ինչպիսի քաջություն և վճռականություն է պահանջվում դրա համար։ Դուք գուցե կարծում եք, որ Աբրահամը ծանր փորձության ենթարկվեց, երբ նրան հրամայվեց վերցնել իր որդուն Իսահակին, իր միակ որդուն, որին սիրում էր, և սեփական ձեռքերով զոհ մատուցել նրան։ Սակայն ինչ էր այդ փորձությունը համեմատած այս մեկի հետ։ Ով հոգի, վերցրու քո ցանկությունը, քո միակ ցանկությունը, այն զավակին, որ ծնվել է քո ամենաթանկ սիրուց, քո Իսահակին, այն մեղքը, որը քեզ ամենաշատ ուրախությունն ու հաճույքն է տվել, որից դու ակնկալել ես ամենամեծ հաճույքը կամ շահը։ Եթե ցանկանում ես խաղաղությամբ տեսնել Աստծո երեսը, կապիր դրան և զոհ մատուցիր այն։ Թափիր նրա արյունը Տիրոջ առաջ, մահացրու այն զոհաբերական դանակը խրելով հենց նրա սրտի մեջ, և արա սա ազատորեն և ուրախությամբ, որովհետև այն զոհը, որը մատուցվում է տրտում և դժգոհ սրտով, հաճելի զոհ չէ։ Եվ այս ամենն արա հիմա, նախքան նրանից ևս մեկ գրկախառնություն կամ վայելք կստանաս։ Իրոք, սա շատ ծանր խոսք է։ Մարմինն ու արյունը չեն կարող հեշտությամբ ընդունել այս խոսքը։ Մեր ցանկասիրությունը զոհասեղանի վրա այնպես հնազանդորեն չի պառկի, ինչպես Իսահակը, կամ ինչպես մորթվելու տարվող լուռ գառը։ Այն կաղաղակի և կճչա, այո, իր սարսափելի աղաղակներով նույնիսկ կցնցի և կպատառի սիրտը։ Ով կարող է նկարագրել այն ներքին պայքարները, մաքարումները և հոգու ցնցումները, որ քրիստոնյան ապրում է նախքան իր սիրտը կհամաձայնեցնի այս գործին, կամ ով կարող է լիովին ներկայացնել այն խորամանկությունն ու ճարտասանական հնարքները, որոնցով այդպիսի ցանկությունը փորձում է արդարացնել և պաշտպանել ինքն իրեն։